Շնորհակալություն պարոն նախարար զեկույցի համար։ Հարցս վերաբերում է Շիկահողի արգելոցի էկոհամակարգին։ Վստահաբար դուք լսել եք օրեր առաջ գլխավոր շտաբի պետի զինված ուժերի անդրադարձը, բայց որպես գերատեսչության ղեկավար ոլորտային կուզենայի դուք անդրադառնայիք այդ հարցին եւ ավելի մանրամասն ներկայացնեիք, նաեւ կուզենայի նշեիք արգելոցի տարածքում սպասարկում կարողանում ենք իրականացնել ծառերի սրսկում եւ այլն մասնագիտական սպասարկում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես նախ շնորհակալ եմ հարցի համար, ես մեկ անգամ առիթ ունեցել եմ հրապարակային այս խնդրի մասին խոսելով։ 2021 թվականին Շիկահողի արգելոցում եւ առհասարակ սահմանամերձ հատվածներում մենք ունեցել ենք էկոհամակարգի խաթարում եւ էկոհամակարգի վնաս։ Այս պայմանի մեր համար վնասները չափելի չեն։ Բնապահպանական խնդիրները շատ կարևոր են մեր համար, կառավարության առաջնահերթություններից են եւ ես որպես շրջակա միջավայրի նախարար իմ համար առաջնային խնդիրներից են։ Բայց խնդրում եմ հաշվի առնենք, որ մենք ունենք մեկ շատ ավելի կարևոր օրակարգային հարց։ Դա խաղաղության օրակարգն է։ Եվ մենք գնում ենք խաղաղության մեր հարևանների հետ եւ ես կարծում եմ, որ մենք սահմանազատման աշխատանքներն իրականացնելուց հետո հնարավորություն կունենանք ավելի խորը ուսումնասիրություն անել կոնկրետ սահմանամերձ հատվածի վնասների հետ կապված եւ օրինակ ես նախորդ անգամ էլ ասացի, օրինակ կարող ենք առաջարկությամբ հանդես գալ, որ մեր հարևանների հետ իրականացնենք բնապահպանական եւ էկոհամակարգերի վերականգնման ծրագրեր անդրսահմանային հատվածներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն նախարար, իհարկե վստահաբար սահմանազատման արդյունքում բազմաթիվ խնդիրներ կլուծվի, այդ թվում նաև շրջակա միջավայրին առնչվող։ Կուզենայի պատասխանեք այլ հատվածներում արգելոցի, ոչ թե հենց սահմանային հատվածում կարողանում ենք հիմա սրսկման, սպասարկման աշխատանքներ իրականացնել։ Այո, կարող ենք իրականացնել Շիկահողի արգելոցապարկային պոակը գործում է, շարունակում է գործել, ուղղակի իմ նշածը հենց անդրսահմանային հատվածների խնդիրների մասին էր։